Listen, I grew up in the church. Ես մեծացել եմ մի եկեղեցում։ Just like you, my parents were Christians. I came to church all the time. Այսպիսի մի եկեղեցում ձեզպես ծնողներս քրիստոնյա են եղել։ At 12 years old, I was called into the ministry. 12 տարեկանից կանչվել եմ ծառայության մեջ։ I was baptized in the Holy Spirit. Սուրբ Հոգով մկրտվել եմ, I spoke in tongues. խոսում եմ լեզուներով I was in the Spirit. եւ հոգու մեջ եմ։ As He filled me with the Holy Spirit, Եվ Աստված ինձ լցրեց Սուրբ Հոգով։ I lost all awareness of what was going on around me. Ես չհասկացա ինչ է կատարվում իմ I began to շուրջը։ have a conversation with an unseen guest sitting across from me. Սկսեցի չերևացող մի էության հետ խոսակցություն զրույց ունենալ։ And we just had this conversation back and forth. Մենք միասին զրուցում էինք։ I spoke in tongues to him and he Yes. spoke in something to me. Ես լեզուներով խոսում էի եւ Աստված էլ պատասխանում էր ինձ։ The only thing I said in English was, "Oh, say it again." Միակ բանը, որ ես անգլերենով ասում էի, հետեւյալն էր՝ մի անգամ էլ ասա։ And I still don't know what God said to me during those times. Ու մինչև հիմա չգիտեմ այդ ժամանակ Աստված ինձ ինչ էր ասում։ But it was something so good, I wanted to hear it over and over again. Բայց այնքան լավ էր, որ մինչև հիմա էլ շարունակաբար ուզում եմ լսել։ That was the beginning Դա սկիզբն էր of a life that has been just lived in the power and the grace of God. Այն կյանքի, որը պետք է լցվեր Աստծո զորությամբ եւ շնորհքով։ 30 years ago, I made my first trip to Russia. 30 տարի առաջ առաջին անգամ գնացի Ռուսաստան։ Went all over with the School of Christ in Russia and China and Mongolia. Քրիստոսի դպրոցն անցկացրեցինք Ռուսաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում։ And God has been so good to me. Եվ Աստված այնքան բարի է գտնվել իմ The last հանդեպ։ few years, we've been able to come to Armenia here. Վերջին տարիների ընթացքում հնարավորություն ունեցանք նաև գալու Հայաստան։ And I count it a great privilege to be able to speak to you tonight. Եվ ինձ համար այսօր ձեզ հետ զրուցելը մեծ պատիվ է։ I want to speak on a theme called making an eternal difference in this Այսօր world. ուզում եմ խոսել մի թեմայի շուրջ, որը կարելի է վերնագրել ինչպես մեծ փոփոխություն բերել աշխարհում։ God has called us Աստված կանչել է մեզ, to make a difference in this world. որպեսզի աշխարհում փոփոխություն բերենք։ We're the salt of the earth. Մենք երկրի աղն ենք We're the light of the world. եւ լույսը։ We're called to make a difference. Մենք կանչված ենք փոփոխություն իրականացնելու It's an համար։ eternal difference. Եվ դա հավիտենական It's փոփոխություն not է։ something that's temporary, not something that's just here and now. Դա ժամանակավոր չէ, մի բան չէ, որ միայն այս պահին է տեղի ունենում։ Our lives are to make an eternal difference for Մեր someone. կյանքերը պետք է ծառայեն ուրիշի կյանքում հավիտենական փոփոխություն բերելուն։ This happens as we are anointed by the Spirit of God. Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք օծվում ենք Աստծո հոգով։ Amen. My experience with the Holy Spirit began at the age of 12. Իմ ընթացքը Սուրբ Հոգու հետ սկսվեց 12 տարեկանից։ Didn't stop there. Եվ այդտեղ կանգ չառավ։ God expanded, enlarged my understanding. Աստված իմ հասկացողությունը ընդարձակեց։ Every day there is a fresh touch of His presence and Եվ power. ամեն օր իմ կյանքում նրա թարմ ներկայությունը կա։ But we need to understand it is by that Holy Spirit that we are able to make an eternal difference for God. Բայց պիտի հասկանանք, որ Աստծո համար հավիտենական փոփոխություն բերել կարող ենք միայն Սուրբ Հոգու միջոցով։ In the Old Testament, the images were very clear. Հին կտակարանում պատկերը շատ հստակ էր։ When a priest began his ministry, Երբ քահանան սկսում էր իր ծառայությունը, someone took oil from a container and poured it on his head. այսպես էր սկսվում ծառայությունը, ինչ որ մեկը վերցնում էր օծման յուղը եւ թափում էր նրա գլխին։ From that day forward, he would be a priest. Այդ օրվանից սկսած այդ մարդը դառնում էր քահանա։ He had the privilege to go into the temple, Նա կարող էր արտոնություն էր տրվում նրան մտնելու տաճար։ the privilege to make a sacrifice and do the work of God in that temple. Նա արտոնություն ուներ զոհաբերություն կատարելու եւ Աստծո գործը իրականացնելու տաճարում։ When Israel was established and they had a king, they did the same thing with the king. Եվ երբ որ Իսրայելը դարձավ երկիր եւ նրանք թագավոր ունեցան, նույն այս արարողությունը տեղի ունեցավ նաեւ թագավորի հետ։ The prophet Samuel took that
that container of oil and poured it on Saul's head and David's head. Սամուել մարգարեն վերցրեց օծման յուղը եւ այն հեղեց սկզբում Սավուղի վրա, հետո նաեւ Դավիթի գլխին։ And from that day forward, they were the king. Եվ այդ օրվանից սկսած այդ մարդը դառնում էր թագավոր։ Now, in David's case, it was a little different, but God had selected him at an early age to be king over Israel. Դավիթի դեպքը մի փոքր այլ էր, բայց Աստված նրան վաղ հասակից ընտրել էր դարձնելու Իսրայելի թագավոր։ We also know that the prophets were anointed by the Holy Spirit. Ինչպես նաև գիտենք, որ մարգարեներն էին օծվում Սուրբ Հոգով։ We don't have the same image always with their life, but they testify of the Holy Spirit's work in their life. Միշտ չէ, որ նույն ձևով էին օծվում, բայց միշտ վկայում էին Սուրբ Հոգու գործի մասին իրենց կյանքում։ Now, this is the way God worked in the Old Testament. Աստված այսպես էր գործում Հին Կտակարանում։ This anointing came for priests and prophets and kings. Այս օծությունը քահանաների, մարգարեների եւ թագավորների համար էր։ No one else. Այլևս ոչ ոքի։ No one else could go into the tabernacle or temple. Ոչ ոք չէր կարող մուտք գործել խորան։ No one else spoke for God. Ոչ ոք չէր կարող խոսել Աստծո հետ։ No one else could sit on the throne. Եվ ոչ ոք չէր կարող նստել գահին։ Then in Joel chapter 2 and verses 28 and 29, God announced a change. Բայց Հովել գրքի 2-րդ գլխի 28-29 խոսքերում Աստված փոփոխության մասին հայտարարություն արեց։ He says, after doing those things, I will pour out my spirit upon all people. Ասաց եւ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա։ Your sons and daughters will prophesy. Պիտի մարգարեանան ձեր տղերքն ու աղջիկները։ Your old men will dream dreams. Ձեր ծերերը երազներ պիտի երազեն։ Young men will see visions. Ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ And in those days, I will pour out my spirit even on servants, men and women alike. Եվ ծառաներին ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերում իմ հոգին։ This is a huge change in the economy of God. Սա Աստծո տնտեսության մեջ վիթխարի փոփոխություն էր։ All people Բոլոր մարդիկ are going to receive the Holy Spirit. կարող էին ընդունել Սուրբ Հոգուն։ He's going to pour out this oil on everyone. Գրված է, որ այս յուղը կհեղի բոլորի վրա։ Not just the priest, not just the prophet, not just the king. Ոչ միայն քահանայի, մարգարեի կամ թագավորի, Daughters will prophesy. Daughters. այլ իր դուստրերի։ No women ever entered that tabernacle, only a man. Ոչ մի կին երբևէ մուտք չէր գործել խորան։ There were a few women prophets and a few women sat on the throne, and maybe not by God's choosing. Շատ քիչ կին մարգարեներ կան եւ կին թագուհիներ եւ հնարավոր է որ ոչ բոլորն են Աստծո կողմից ընտրված եղել իրենց պաշտոնում։ But God says, I'm about to pour out my spirit even on women. Բայց Աստված ասաց, ես իմ հոգին կհեղեմ նույնիսկ կանանց վրա։ Big change is coming. Մեծ փոփոխություն է գալիս։ Notice he did not even say on all of Israel. Նկատեք, չի ասում ողջ Իսրայելի վրա։ He said, you know, if I were a Jew and I heard this prophecy, Եթե ես լինեի հրեա եւ լսեի այս մարգարեությունը, I would have been expecting him to say, I'm going to pour out my spirit on all of Israel. ես չէի ակնկալի, որ Աստված նման All of Israel. I would have expected. ես կակնկալեի, որ այս խոսքը վերաբերվում է հենց Իսրայելին։ They're God's chosen people. Քանի որ նրանք են Աստծո ընտրված ժողովուրդը։ They're the sons and daughters of Abraham. Նրանք Աբրահամի որդիներն ու դուստրերն են։ Surely God, if he pours out his spirit, he'll pour out his spirit only on Israel. Դե իհարկե Աստված պետք է իր հոգին հեղեր միայն Իսրայելի վրա։ But that's not what God said. Բայց Աստված նման բան չասաց։ All people. Ասաց բոլոր մարդկանց վրա։ All people. Ամեն մարմնի վրա Amen. ասաց։ Every people, every nation. Ամեն ազգի վրա։ Now God has hinted of this in the Old Testament. Եվ սրա մասին Աստված խոսեց Հին Կտակարանում։ Because he has said that the nations, Isaiah 66 and verse 18, Եսայա 66:18-ում he says, I'll gather the nations and people together and they will see my glory. Աստված ասաց. Ես նրանց գործերը, նրանց խորհուրդները գիտեմ,
Եվ ժամանակ կգա, որ բոլոր ազգերն ու լեզուները կժողովեմ, եւ նրանք պիտի գան եւ իմ փառքը տեսնեն։ You'll hear in Isaiah 16, verses 1 through 3, kind of the Jewish idea. Եվ Եսայա 16-րդ գլխի առաջինից 3-րդ խոսքերում հենց գրված է հրեաների մասին։ Arise, Jerusalem, let your light shine for all to see. Գրված է Երուսաղեմի մասին, ասում է. «Վեր կաց եւ թող քո փառքը տեսնեն, քո լույսը տեսնեն»։ For the glory of the Lord rises to shine on you. Ու ասում է, որ Աստծո փառքը կշողա, կփայլի քեզ վրա։ Darkness as black as night covers all the earth, but the glory of the Lord rises and appears over you. Ու հետո ասում է, որ գիշերվա պես շինիր քո հովանին կեսօրվա մեջ։ All nations will come to your light and mighty kings will come to your Ու radiance. ասում է, բոլոր ազգերը կգան քեզ մոտ, բոլոր զորավոր թագավորները։ That's the Jewish expectation. Ահա սա են ակնկալում հրեաները, God's glory is going to be in us. All the world will see us and come to us. որ Աստծո փառքը իրենց մեջ կլինի, իրենց մոտ կլինի եւ ողջ աշխարհը կգնա իրենց մոտ։ And in some ways that will be true, Եվ ինչ որ առումով սա ճշմարիտ է, but in the church it's the opposite. It is the opposite. բայց հակառակ ճշմարտությունն էլ գոյություն ունի։ God comes to his church and fills the church with his glory. Աստված գալիս է իր եկեղեցի եւ այն լցնում է իր փառքով։ He sends the church out into the world. Եվ եկեղեցուն ուղարկում է դեպի աշխարհ։ We carry the glory of God wherever we Մենք go. կրում ենք եւ պիտի կրենք Աստծո փառքը ամենուր, որ գնում ենք։ The nations aren't coming to us, we're going to them. Ազգերը չեն գալիս մեզ մոտ, մենք ենք գնում ազգերի մոտ։ God said, I will pour out my spirit on all people. Աստված ասաց, որ իմ հոգին կհեղեմ բոլորի վրա։ Now, these verses are important to me for another reason, and let me just go down this side road for just a moment because I think it's important, okay? Կա մեկ այլ պատճառ այն բանի, թե ինչու եմ կարևորում այս աստվածաշնչյան խոսքերը եւ հիմա դա կներկայացնեմ։ Okay, this is just for me, but this passage is very important to prove the truthfulness of God's word. Այս հատվածը շատ կարևոր է այն բանի համար, որ մենք գիտակցենք, որ Աստծո խոսքը ճշմարիտ է։ You ever have questions about the Bible? Երբևէ հարցեր ունեցել եք Աստվածաշնչից։ Is this the word of God? Կասկածներ ունեցել եք, արդյոք սա Can Աստծո խոսքն է։ Can I trust the Bible? Կարող եմ վստահել Աստվածաշնչի խոսքին։ This prophecy Այս մարգարեությունը happened 500 years before the day of Pentecost. տեղի է ունեցել Պենտեկոստեի օրվանից 500 տարի առաջ։ 500 years. 500 տարի։ But then in Acts chapter 2, we see its fulfillment. Որից հետո Գործք 2-րդ գլխում մենք տեսնում ենք այդ մարգարեության իրականացումը։ As Peter testified, this is what the prophet Joel spoke about when he said, I will pour out my spirit on all people. Պետրոսը վկայում է ասելով, ահա թե ինչ նկատի ուներ Հովվել մարգարեն, երբ ասում էր կհեղեմ իմ հոգին։ And what was prophesied became true. Եվ այն ինչ որ վկայվեց դարձավ իրականություն։ A Մարգարեացան church is դարձավ իրականություն։ born Ծնվեց եկեղեցին that reaches into all the world. եւ այն հասավ տարածվեց ամբողջ աշխարհում։ Paul would say of that church, Պողոսն ասաց եկեղեցու there's մասին։ no longer Jew or Gentile, slave or free. Այլևս գոյություն չունի հույն հրեա կամ ազատ եւ կապված մեկը։ No longer male or female, for you're all one in Christ Jesus. Ասաց գոյություն չունի արու եւ էգ եւ բոլորը մեկ են Քրիստոսում։ In Colossians 3:11 he says, Կողոսացիս 3:11-ում ասում է. in this life it doesn't matter if you're Jew or Gentile, Ուր ոչ հույն կա եւ ոչ հրեա, circumcised or ոչ uncircumcised, թլպատություն եւ ոչ անթլպատություն, barbaric or uncivilized, slave or free. խուժ, դուժ, սկյութացի, ծառա, ազատ։ Christ is all that matters. Բայց Քրիստոսն է ամենը, He ամենի makes the difference in all of us. մեջ։ Amen. Then Revelation chapter 7, verses 9 and 10 describes what I believe is the church or a part of the church. Ինչպես նաև հայտնություն գրքի 7-րդ գլխի 9-10 խոսքերը նույնպես ներկայացնում է եկեղեցին, եկեղեցու մասին է։ And John saw a vast crowd too great to count. Այստեղ Հովանեսն է
խոսում է երկնքի մասին, from every nation and tribe and people and language, ասելով, որ ամեն ազգից, ցեղից, ժողովուրդներից եւ standing լեզուներից before the throne of God and before the Lamb. կանգնած էին աթոռի առջև, գառի առջև։ They're clothed in white robes and held palm branches in their hands, Սպիտակ հանդերձներ հագած եւ իրենց ձեռքերում shouting with a great արմավենիներ roar, Նրանք salvation comes from our God who sits on the աղաղակում throne. էին բարձր ձայնով եւ ասում. Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա եւ գառին։ God has poured out his spirit Աստված հեղում է իր on հոգին every nation, բոլոր ազգերի every վրա, tribe, բոլոր every ցեղերի people, վրա, ամեն ժողովուրդների every վրա language. եւ ամեն լեզուների վրա։ That is the church. Սա է եկեղեցին։ Amen. Ամեն։ I've been a privilege to go and to be a part of that gathering. Եվ ես պատիվ ունեմ գնալու աշխարհով մեկ եւ դառնալու այդ հավաքույթների մի մասը։ I've been in that underground church in China. Ես Չինաստանում եղել եմ ընդհատակյա եկեղեցիներում։ We've hidden away from the government authorities and shared together this grace of God. Այնտեղ մարդիկ թաքնվում են իշխանություններից եւ միասին կիսում Աստծո շնորհքը։ I just came from Mongolia, Հիմա եկել եմ Հայաստան Մոնղոլիայից։ a church that is just very young. Այնտեղի եկեղեցին բավականին երիտասարդ է։ The first church planted there was planted in like year 1992. Առաջին եկեղեցին այնտեղ հաստատվել է 1992 թվականին։ They're just very young. Շատ երիտասարդ են։ And yet, here's this grace of God being poured out in their lives. Եվ Աստծո շնորհքը հեղվում է այս ազգի ներկայացուցիչների կյանքում։ I remind you of this change in God's economy now. Եվ ուզում եմ նորից ձեզ հիշեցնել Աստծո տնտեսության մեջ այս մեծ փոփոխության մասին։ If you're going to make an eternal difference in this world, Եթե ցանկանում եք աշխարհում մեծ փոփոխություն բերել, you have to understand what God has given to you. պետք է հասկանաք, թե Աստված ինչ է ձեզ տվել։ God has given you His Holy Spirit. Աստված ձեզ տվել է իր Սուրբ Հոգին։ It's His anointing in your life. Դա իր օծությունն է ձեր կյանքում։ In the Old Testament, that anointing couldn't be shared. Հին կտակարանում ոչ ոք չէր կարող կիսել կամ փոխանցել իր օծությունը։ The high priest couldn't say to his buddy, "Hey, man, help me with this sacrifice." Ոչ ոք չէր կարող, օրինակ քահանան չէր կարող ասել իր ընկերոջը օգնիր ինձ միասին զոհ անենք Աստծուն։ No one prophesied truthfully except by the Spirit of God. Միայն նրանք էին կարողանում ճշմարտապես մարգարեանալ, ովքեր Աստծո հոգին ունեին։ Even in the natural, Նույնիսկ բնական կյանքում we understand that such authority or such positions are not ever given away. մենք հասկանում ենք, որ նման իշխանությունը հենց այնպես չի տրվում։ No company owner ever goes to the lowest level employee and says, "Hey, let me share my paycheck with you." Ոչ ոք, օրինակ ինչ որ մեքենաների ընկերության տեր չի գնում իր աշխատողներից մեկին ու ասում իմ աշխատավարձը ուզում եմ կիսել քեզ հետ։ No government ever allows its voters to make the laws. Եվ նույնիսկ կառավարությունը թույլ չի տալիս ժողովրդին կայացնել օրենքների մասին տարբեր որոշումներ։ No one of power consults those of the lowest level. Այն մարդը ում ստանձված է, վստահված է զորություն ու իշխանություն, նա երբեք դա չի կիսում իրենից ցածր մակարդակում գտնվող մարդու հետ։ But our King has shared his anointing with us. Բայց մեր արքան իր օծությունը կիսեց մեզ հետ։ Our King, Մեր արքան Jesus, the anointed one, Հիսուսը, օծյալ Հիսուսը has shared his anointing with us. իր օծությունը կիսեց մեզ հետ։ He said to his disciples in Matthew 16:19, Նա ասաց իր աշակերտներին Մատթեոս 16:19-ում, "I will give you the keys of the kingdom of heaven." ասաց, որ ձեզ կտամ երկնքի բանալիները իշխանության, Whatever you bind on earth will be bound in heaven. կտամ քեզ երկնքի արքայության բանալիները եւ այն որ կապես երկրի վրա կապված կլինի երկրում։ Whatever you loose on earth will be loosed in heaven. Եվ այն որ երկրի վրա արձակես արձակված կլինի երկնքում։ Our King shares his authority with us. Մեր արքան իր իշխանությունը կիսեց մեզ հետ։ Our anointed prophet says to us, Եվ օծյալ մարգարեն ասաց. "You will receive power after the Holy Spirit comes upon you. Ասաց, երբ Սուրբ Հոգին գա, դուք զորություն կստանաք։ You'll be my witnesses. Եվ իմ վկաները կլինեք Jerusalem, Judea, Jerusalem, Samaria, and the ends of the earth." Հրեաստանում, Սամարիայում եւ ողջ աշխարհում։
our high priest, մեր մեծ քահանայապետը says, enter boldly into the holy place ասաց, որ դուք համարձակորեն կմտնեք Աստծո by ներկայության virtue of the blood. Աստծո Հիսուսի արյան զորությամբ What only the priest could do, you and I can do by virtue of the anointing of our priest. Այն ինչ որ կարող էր միայն քահանան անել, հիմա դուք էլ կարող եք անել Հիսուսի արյան շնորհիվ։ Jesus shared his anointing with tax collectors and fishermen. Հիսուսը կիսեց իր օծությամբ ձկնորսների հետ եւ հարկ հավաքողների հետ։ And he shares his anointing with us tonight. Եվ իր օծությամբ նաեւ այսօր կիսվում է մեզ հետ։ Anyone calls on the name of the Lord Ով որ կանչի Տիրոջ անունը, can be saved. նա կփրկվի։ And this Holy Spirit anointing can come into our lives. Եվ Սուրբ Հոգու օծությունը կստանա իր կյանքում։ It is by this anointing that we make an eternal difference in this world. Այս օծության շնորհիվ է որ մենք հավիտենական փոփոխություն ենք բերում աշխարհում։ It gives us a purpose for living. Նա մեզ ապրելու նպատակ է տալիս։ I'm going to make a difference wherever I go. Ես ուր գնամ փոփոխություն պիտի բերեմ։ I'm going to be that salt and that light that God calls me to be. Ես պիտի դառնամ աղ եւ լույս, որ Աստված է ինձ ասում։ Amen. Not everybody's going to be a preacher. Ոչ բոլորն են դառնալու քարոզիչներ, Everybody can be salt. բայց բոլորը կարող են լինել աղ։ Bringing about change into the world around you. Փոփոխություն բերել շրջակա աշխարհում։ Amen. Salt makes a difference wherever it's shaken. Աղը փոփոխություն է բերում այնտեղ, որտեղ նրան լցնում են։ And we're making an eternal difference, not a temporary difference. It's an eternal difference Եվ for մեր God. բերած փոփոխությունը հավիտենական է, դա ժամանակավոր մի բան չէ։ This anointing that is placed upon us Այս օծությունը, որ տրվել է մեզ, is placed upon us so that we can be God's instrument to make that change. տրվել է մեզ, որպեսզի մենք դառնանք Աստծո գործիքներն այդ փոփոխության համար։ God has called us the kingdom of priests. Աստված մեզ կանչել է իր թագավորական արքայության քահանայության We մեջ share in the anointing of our King. եւ մենք բաժնեկցում ենք մեր Տիրոջ օծությունը We become a priest for him. դառնալով քահանա։ Now, I want to make some observations about this anointing, okay? Եվ հիմա ուզում եմ մի փոքր ուսումնասիրենք, դիտարկենք, թե ինչ է օծությունը։ First, this anointing in your life doesn't depend on what others see and believe. Առաջինը այն օծությունը, որ դու ունես քո կյանքում, ոչ մի կապ չունի նրա հետ, թե մարդիկ ինչպես են դա տեսնում կամ ինչ են ասում դրա մասին։ There was a huge difference between the anointing of King Saul and King David. Դավիթ եւ Սավուղ թագավորների օծությունների միջև մեծ տարբերություն կար։ Saul was a big guy, Սավուղը հաղթանդամ մարդ էր stood head and shoulders above everybody else. եւ նրա գլուխը մի գլուխ բարձր էր բոլորից։ He looked like a king. Նա նման էր արքայի, People իսկական looked at him and automatically said, "Oh, it's got to be him. He must be the one." Երբ մարդիկ նրան էին նայում, ասում էին հաստատ ինքն է թագավորը։ Samuel anointed him. Եվ Սամուելը նրան օծեց։ Holy Spirit comes upon him. He's king. Սուրբ Հոգին իջավ նրա վրա եւ նա օծվեց որպես թագավոր։ Samuel goes to Jesse's house. Ու հետո Սամուելը գնում է Հեսեի տուն And the Lord says to him, եւ Տերն ասում է նրան. "Don't judge by the outward appearance." Ասում է արտաքին կերպարանքով մի դատիր մարդ։ That firstborn son of Jesse, oh, this must be the one. Քանի որ նա ասում էր, որ առաջնեկը Հեսեի հաստատ նա է հաջորդ թագավորը։ God said, yeah, he looks like a king, but I've rejected him. Աստված ասեց նման է թագավորի, բայց ես նրան մերժեցի։ The Lord doesn't see things as you see them. Տերը այնպես չի տեսնում, ինչպես որ մենք ենք տեսնում։ People judge by the outward appearance, Մարդիկ դատում են արտաքինը, but the Lord looks at the heart. բայց Տերը նայում է մարդու սրտին։ I'm speaking of the anointing of the Holy Spirit in your life. Ես խոսում եմ Սուրբ Հոգու օծության մասին It's ձեր important կյանքում։ that you understand that every one of us received that anointing. Շատ կարևոր է հասկանալ, որ մեզնից յուրաքանչյուրը ստացել է այդ It's not օծությունը։ just the talented, Դա ուղղակի ինչ որ տաղանդ չէ։ not just those who look the part. Միայն նրանց համար չէ, ովքեր որ հատուկ են երևում։ It's each one of us. Յուրաքանչյուրս ունի։ It depends upon what is in my heart. Եվ կախված նրանից, թե ինչ կա իմ սրտում։ Too many times we limit the anointing of God to the official positions in the church.
Հաճախ մենք այսպես ենք մտածում, որ Աստծո օծությունը տրված է եկեղեցու միայն բարձր ծառայողների համար, ավակ ծառայողների համար։ We know the pastor's anointed. Մենք գիտենք, որ հովիվները օծված են։ Hallelujah. Amen. Worship leaders are anointed. Երկրպագության ծառայողներն են օծված։ But I'm just out here in the congregation. Բայց ես եկեղեցու սովորական անդամ եմ, I will pour out my spirit գրված է, որ իմ հոգին կհեղեմ on just the official ministers. բոլոր պաշտոնապես ծառայողների վրա։ On all people, right? Ամեն մարմնի վրա, Everyone բոլորի վրա։ who calls on the name of the Lord Ամեն մարդ, ով որ կկանչի Տիրոջ receives անունը, of this Holy Spirit, and this anointing of the King rest upon us. կստանա Սուրբ Հոգին, Աստծո օծությունը։ Sometimes we limit God's anointed to the talented, those with natural gifts. Եվ երբեմն մենք ասում ենք, որ միայն նրանք ունեն Աստծո Սուրբ Հոգու օծությունը, ովքեր բնատուր պարգևներ ունեն։ God's looking at your heart. What's in your heart? Աստված նայում է քո սրտին, թե ինչ կա քո սրտում։ David was a talented young man. Դավիթը երիտասարդ տաղանդավոր տղա էր։ He could play instruments, probably writing songs already. Նա նվագում էր երաժշտական տարբեր գործիքներ եւ երգեր էր գրում, But that's not why God chose him. բայց Աստված նրան դրա համար չընտրեց։ God was looking at his heart. Աստված նրա սրտին նայեց։ He was out that night tending sheep. Նա ինչ էր անում, գառներին էր պահում, He wasn't even important enough to be in the room where the prophet եւ was. նույնիսկ արժանի չէր լինելու այն սենյակում, որտեղ մարգարեն էր եկել։ But God looks at that heart. Բայց Աստված նայում էր սրտին։ And he sees that heart, and he selects that heart to be, that life to be anointed. Եվ տեսնելով այդ սիրտը Աստված ընտրեց նրա կյանքը եւ օծեց նրան։ And again, sometimes we limit the anointing to just the major spiritual gifts. Եվ մենք Աստծո զորությունը նաև սահմանափակում ենք սրանով, որ կան մի քանի մեծ հոգևոր պարգևներ։ If someone prophesies, we know they're anointed of God. Եթե ինչ որ մեկը մարգարեանում է, մենք ասում ենք, որ նա Աստծո օծյալն է։ Teaching is a gift. Ինչպես նաև ուսուցումը պարգև է, մեծ պարգև։ Amen. There's gifts of the words of wisdom, words of knowledge. These things appear Իմաստության խոսք, spiritual to գիտության us. խոսք, սրանք պարգևներ են։ But in Romans chapter 12, Paul outlines the gifts of the Holy Spirit there. Հռոմեացիս 12-րդ գլխում Պողոսը խոսում է Սուրբ Հոգու պարգևների մասին։ If you'll read 6 through 8. 6-ից 8-րդ խոսքերը կարդանք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհքի պես, որ մեզ տրված է թե մարգարեություն, հավատքի չափով մարգարեանանք, թե պաշտոն, պաշտոնում լինենք, թե մեկը սովորեցնող է վարդապետության մեջ լինի, թե մխիթարող է մխիթարության մեջ, բաշխողը զվարթությունով, վերակացու դրված է ջանքով, ողորմողը հոժարությամբ։ He lists some things that we know are spiritual. Prophecy, teaching, serving. Այստեղ մի քանի բանի մասին է խոսում, որ գիտենք հաստատ հոգևոր է։ Օրինակ մարգարեություն, ուսուցում, ծառայություն, He also mentions encouraging, բայց այստեղ խոսում է նաև քաջալերողի մասին, giving, տվողի մասին, showing kindness. բարություն ցույց տվողի մասին, մխիթարողի մասին։ We often don't look at these things as spiritual, Մենք հաճախ այս պարգևներին որպես հոգևոր չենք նայում, but these are things that make an eternal difference in the lives of people. բայց սրանք բաներ են, որոնք մարդկանց կյանքում հավիտենական փոփոխություն են բերում։ And God uses this to touch lives. Եվ Աստված գործածում է այս պարգևները, որ փոխի կյանքեր։ The word encouraging there, encouragement, I don't know what, Քաջալերանքը is the same word that Jesus uses to describe the Holy Spirit in John, in the Gospel of John. քաջալերանք այն նույն բառն է, որով Հիսուսը նկարագրում է Սուրբ Հոգուն Հովանես ավետարանում։ We translate it sometimes as comforter or helper or advocate. Հաճախ մենք թարգմանում ենք այդ բառը որպես մխիթարիչ, օգնական, But it means Խորհրդական. literally to come alongside someone. բայց բառացի այդ բառի նշանակությունն է գալ մեկի կողքին կանգնել։ Someone who is in need. Մեկը ով կարիք ունի, And we come alongside. գալ նրա կողքին կանգնել We help someone, եւ օգնել նրան, encourage them, քաջալերել, bless them. օրհնել։ They're changed.
Եվ նրանք դրանից հետո because փոխվում են, we've come alongside them. քանի որ մենք նրանց կողքին ենք, We've been a good friend to them. լավ ընկեր ենք, We've seen a need in their life and helped them walk through that difficult time. տեսնում ենք կարիքը եւ օգնում ենք այդ մարդուն իր դժվարության միջով անցնելու։ Amen. We're making an eternal difference in the lives of people around us simply by being that agent of the Holy Spirit. Մենք մարդկանց կյանքում հավիտենական փոփոխություն ենք բերում պարզապես լինելով Սուրբ Հոգու գործակալները, By showing kindness to one another, մարդկանց բարություն ցույց տալու միջոցով, by serving one another. մեկը մյուսին ծառայելու միջոցով։ We recognize that God's anointing in our life is going to make a difference. Եվ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ Աստծո օծությունը մեր կյանքում փոփոխություն է բերում։ That anointing does not demand a position. Եվ այդ օծության համար ինչ որ պաշտոն հարկավոր չէ, Doesn't demand natural talent. կամ բնական տաղանդներ պետք չեն։ The Good Samaritan made a difference in the life of that person who had been beaten and left by the side of the road. Բարի Սամարացին հավիտենական փոփոխություն բերեց այն մարդու կյանքում, ում ծեծել էին։ Simply because he had compassion and had mercy upon that man. Քանի որ նա կարեկցանք ցուցաբերեց այդ մարդու հանդեպ։ The anointing of God will make a difference in the world around you. Աստծո օծությունը փոփոխություն պիտի բերի քո շուրջը գտնվող աշխարհում։ You'll be that salt that makes a difference in someone's life. Մենք բոլորս պիտի լինենք այն աղը, որ մարդու կյանքում փոփոխություն է բերում։ You can give, you can encourage, you can bless. Դուք կարող եք տալ, բաշխել, մարդուն քաջալերել կամ օրհնել։ All by the Holy Spirit working in your life. Եվ այս ամենը Սուրբ Հոգու միջոցով, որ գործում է ձեր կյանքում։ Now, I'm really talking about David here. Let me get back to that story. Ես Դավիթի մասին էի պատմում, վերադառնանք մեր պատմությանը։ God's not looking at the outward appearance, He's looking at your heart tonight. Աստված չի նայում ձեր արտաքին կերպարանքին, այլ այսօր նա նայում է ձեր սրտերին։ He is giving you His Holy Spirit. Նա ձեզ տվել է իր Սուրբ Հոգին, The anointing of the King is upon you. եւ Աստծո Թագավորի օծությունը ձեզ And վրա it's է, there to fulfill His purpose and plan for your life. որպիսի կատարի ձեր կյանքում Աստծո նպատակները եւ ծրագրերը, That you would make a difference in the world around you. որպիսի ձեզ շրջապատող աշխարհում փոփոխություն բերողներ լինեն։ Samuel goes through the 7 sons of Jesse. Սամուելը հերթով անցնում է Հեսեի 7 որդիների կողքով, God rejects them all. եւ Աստված նրանց բոլորին մերժում է։ Oh, is this all there is? Ասում է բոլորն էին, What? վերջ, Something's wrong. մի բան այն չէ, We're not going to sit down until we figure out what's the problem. չենք հանգստանա կամ չենք նստի մինչև որ այս խնդիրը չլուծվի։ Well, we have the youngest boy. He's out there tending the sheep. Ու ասում են ամենաերիտասարդ տղան այնտեղ է եւ գառնարած է, ոչխարներին է արածեցնում։ He's the youngest. He has to do that work no one else wants to do. Նա երիտասարդն է եւ բնականաբար անում է այն աշխատանքը, որը ոչ ոք չի ուզում իրականացնել։ Maybe they thought he wasn't important enough to be a part of that meeting. Գուցե ընտանիքի անդամները մտածել էին, որ նա այնքան կարևոր մեկը չէ, որ մասնակցի այդ հավաքույթին։ God didn't choose him because he was unimportant or young. Աստված նրան չընտրեց այն բանի համար, որ նա փոքր էր, անկարևոր էր։ He chose him because of what he could see in his heart. Աստված նրան ընտրեց այն բանի համար, ինչ տեսավ նրա սրտում։ He saw something that no one else saw. Տեսավ մի բան, որ ոչ ոք չէր տեսել։ We know David's testimony. Մենք գիտենք Դավիթի վկայությունը։ At one time while he was out watching these sheep, Մեկ անգամ, երբ ոչխարներին էր արածեցնում, a lion came after his sheep առյուծ հարձակվեց ոչխարների վրա։ and he slew the lion. Եվ նա հաղթեց այդ One time he was out there and a Արյուծին։ bear came up մեկ ուրիշ անգամ նա արջի հանդիպեց and he struck the bear. եւ կրկին հաղթեց։ David had a secret life that no one knew about. Դավիթը ծածուկ կյանք ուներ, որի մասին ոչ ոք չգիտեր։ You know, I believe if his whole family had heard those stories, Ես հավատում եմ, որ իր ընտանիքի բոլոր անդամները լսել էին այս and Samuel պատմությունը։ showed up at their house looking for a king, Եվ Սամուելը, որ եկել էր այդ ընտանիքում
արքա թագավոր փնտրելու, they would have said, hey, we got a lion killer out here. Let us go get him. իրենք հաստատ էս կատակը ասած էին եղել, որ մենք այնտեղ առյուծ սպանող մեկին ունենք, հեսա կասենք ինքն էլ կգա։ But they didn't, because they didn't know. Բայց նրանք չգիտեին, No թե one knew. ինչ կա Դավիթի ներսում, ոչ Because ոք չգիտեր։ this was David's relationship with God. Քանի որ Դավիթը Աստծո հետ փոխհարաբերություն ուներ։ God gave me the strength. Աստված էր իրեն զորություն God gave տալիս։ me the courage. Նա ասում էր Աստված է ինձ քաջություն And God տալիս։ knew he had that heart after him. Եվ Աստված գիտեր, որ իր սրտի համեմատ սիրտ ունի Դավիթը։ There's something else about that anointing in David that's important. Մի բան կա շատ կարևոր Դավթի ունեցած օծության մասին։ David was anointed as a young man, just probably the same age as some of you. Դավիթը երիտասարդ օծված տղա էր եւ հավանաբար ձեզնից որոշները նրա տարիքին են։ It would take many years for him to take his place on the throne. Շատ տարիներ պահանջվեց, մինչև որ նա կոծվեր որպես թագավոր։ But that doesn't mean the anointing just Կդառնա set կոծվել for էր։ all those years. Բայց չի նշանակում, որ այս տարիների ընթացքում մինչև որ նա ժառանգեց գահը, այդ տրված օծությունը պահվել էր նրանից։ That anointing was preparing him, Այդ օծությունը նրան պատրաստում էր այդ was շրջանը։ getting him ready for what's next. Պատրաստում էր հաջորդիվ եղողի համար։ Next, you're going to fight a giant. Հաջորդիվ նա պետք է դուրս գար հսկայի դեմ։ Next, you're going to lead the army. Hաջորդիվ նա պետք է գլխավորեր բանակը։ Next, you're going to be on the run and be alone. Հաջորդիվ նա պետք է փախչեր եւ միայնակ մնար։ And at every stage, he needed the anointing. Եվ ամեն փուլում նա այս օծության կարիքն ուներ։ No matter what was happening, that anointing was getting him ready to sit on that throne. Անկախ այն բանից, թե ինչ տեղի ունեցավ, նա այդ օծությունը իր հետ տարավ մինչև գահը։ He had to learn the lessons that God wanted him to learn. Եվ սովորեց բոլոր այն դասերը, որ Աստված ուզում էր սովորեցնել։ He had to learn to depend upon God for everything. Նա սովորեց կախում ունենալ Աստծուց ամեն բանում։ David would pray for a battle strategy. Դավիթը աղոթում էր, որպեսզի Աստված նրան կռվի պատերազմի համար ռազմավարություն տար։ He would pray, do I go after this enemy or not? Նա աղոթում էր ասելով. գնամ այս թշնամու հետևից, թե ոչ։ He learned to depend upon the Lord. Նա սովորում էր կախում ունենալ Տիրոջից։ I see that in every case, in every life, this is true. Ամեն իրավիճակում, ամեն անգամ ճշմարտություն էր։ Jesus was anointed of God. Հիսուսը Աստծո օծությունը։ The Spirit of the Lord is upon me, he said. Հիսուսն ասաց. Տիրոջ հոգին ինձ վրա է։ He's anointed me to bring good news to the poor. Եվ նա ինձ օծել է, որպեսզի բարի լուրը բերեմ աղքատներին, Sent me to proclaim the captives to be released and the blind որպեսզի will see. կապվածներին ազատեմ եւ Տիրոջ ընդունելի տարին հռչակեմ։ That anointing was always in his life. Եվ այդ օծությունը ամբողջովին նրա կյանքի վրա էր։ He was getting ready for what God was going to do Նա through him. պատրաստվում էր այն բանին, ինչ որ Տերն ուզում էր իրագործել Every նրա step, միջոցով։ every day, that anointing. Եվ ամեն քայլում Հիսուսը գործածում էր այդ օծությունը։ That means that God is working in your life. That means that God is working in your Սա life. նշանակում է, որ Աստված գործում է նաև ձեր կյանքում։ You're not where you can make that eternal difference all the time. Այնպես չէ, որ ամեն պահի միշտ կարող եք հավիտենական փոփոխություն։ Now, you can make an eternal difference wherever you are. I know. Ասում է գիտեմ, որ այնտեղ որտեղ որ կաք, ապրում եք, կարող եք հավիտենական փոփոխություն բերել։ At school, at work, wherever you go, you can make a difference. Դպրոցում, մեկ այլ տեղում, որտեղ որ կաք, կարող եք փոփոխություն բերել։ But some of you are called, Բայց ձեզնից որոշները ոմանք ministry, service, ծառայելու են, ծառայում են called in ways that you will impact a multitude of եւ lives. կանչված են ծառայելու բազմաթիվ մարդկանց ավելի մեծ ծառայությունների մեջ են And God is կանչված։ preparing you and getting you ready. Եվ Աստված հիմա ձեզ պատրաստում է։ Apostle Paul was saved on the road to Damascus, Պողոս առաքյալը փրկվեց Դամասկոսի ճանապարհին, filled with the Holy Spirit. լցվեց Սուրբ Հոգով։ He already knew the Bible, Նա գիտեր Աստվածաշունչը, studied it all his life. իր ամբողջ կյանքում ուսումնասիրել էր He այն։ starts to preach and gets opposition. Նա սկսեց քարոզել, դիրք ստացավ He spent 2 years in the desert. եւ 2 տարի անապատում անցկացրեց։ And when he came back to the church, he was just one of many
Եվ servants of that church. երբ վերադարձավ եկեղեցի, դարձավ եկեղեցու շատ ծառայողներից մեկը։ But that anointing was getting him ready. Եվ այդ օծությունը, որ ուներ, նրան պատրաստում էր։ The Holy Spirit was working. Սուրբ Հոգին գործում էր։ There's some things that he had to get rid of. Եվ կային բաներ, որ նա պետք է դրանցից ազատվեր։ Paul said, I was a Hebrew of Hebrews and a Pharisee of Pharisees. Նա ասում էր, ես հրեաներից ավելի հրեա եմ եւ փարիսեցիներից ավելի փարիսեցի։ And all of that had to be cut away. Եվ այդ ամբողջը պետք է կարողանար մի կողմ դնել։ Everything had to be in Jesus. Եվ ամենը ինչ որ նա կար, պիտի All դառնար things are in Հիսուս։ Christ. Ամենը Հիսուս պիտի լիներ։ And soon that time came when the Holy Spirit said, set aside Barnabas and Saul for the mission that I have for them. Շուտով եկավ այն ժամանակը, երբ Աստծո Սուրբ Հոգին ասեց, որ Սավուղին եւ Բարնաբասին առանձնացրեք ծառայության համար։ Paul's anointing was about to flourish in his life. Պողոսի օծությունը պիտի երևար, ծաղկեր իր կյանքում։ He would say, I laid down all of my past in order that I might pick up this knowledge of the Lord Jesus Նա ասեց Christ. ամեն բան մի կողմ դրեցի, աղբ համարեցի, որ Քրիստոսի մասին գիտությունն իմանամ։ Those things that I once thought was valuable became worthless. Այն ամենը, ինչ որ ինձ համար կարևոր կենարար էր, հիմա արժեք չունի։ All that mattered was knowing Jesus Christ as Lord. Եվ հիմա ամենակարևոր ինձ համար Հիսուս Քրիստոսին որպես իմ Տեր ճանաչելն է։ We've got to learn to depend upon God. Մենք պետք է սովորենք կախում ունենալ Աստծուց։ Jesus says, I'm the vine and you are the branch. Հիսուսն ասաց, ես որդն եմ եւ դուք ճյուղերը։ If you remain in me and I in them, you'll produce much fruit. Եթե մնաք իմ մեջ եւ ես էլ ձեր մեջ եմ, դուք շատ պտուղ կտաք։ Apart from me, you can do nothing. Եվ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ The anointing brings us to that place of understanding. Եվ Աստծո օծությունն է, որ մեզ հասկացողություն է տալիս, All the life of God is in that vine. որ Աստծո ողջ կյանքը հենց այդ որդի մեջ է։ In order for me to make an eternal difference in someone's life, I've got to have that life. Որպեսզի ես ինչ որ մեկի կյանքում հավիտենական փոփոխություն բերեմ, պետք է Քրիստոսի կյանքն ունենամ։ I've got to have his life in me. Ես պետք է նրա կյանքն իմ մեջ ունենամ։ I can't do anything without that anointing. Ես առանց այդ օծության ոչինչ անել չեմ I can't կարող։ do anything without that life. Չեմ կարող ինչ որ բան անել առանց այդ կյանքի։ If I'm going to be salt of the earth, then I've got to have that life. Եթե ուզում եմ աշխարհի աղը լինել, պետք է ունենամ նրա կյանքը։ I've got to have that life flowing through me. Պետք է նրա կյանքը հոսի իմ մեջ։ Then God will use me. God will cast me to that place where I can be most fruitful. Այնուհետև Աստված կգործածի ինձ եւ կտանի այն տեղեր, որտեղ ես կարող եմ ամենից պտղաբեր լինել։ Amen. You know, the anointing Օծությունը in our life, Մեր this կյանքում Holy Spirit that is in us, Սուրբ Հոգին է։ is also a sign that God is committed to us. Սա նշան է Աստծո նվիրման։ David was just a young man. Դավիթը երիտասարդ էր։ They poured that oil on his head. Յուղը օծվեց, թափվեց նրա գլխին, He was going to be the next king. եւ նա պիտի դառնար հաջորդ արքան։ No doubt. Ոչ մի կասկած չկար, No question. ոչ մի հարց։ God had made a promise, Աստված խոստացել էր a covenant with him. եւ ուխտ արեց նրա հետ, He would be the next king. ասելով, որ նա հաջորդ թագավորն է լինելու։ I see this in the life of Jesus. Ես նույնը տեսնում եմ Հիսուսի կյանքում։ When he came up out of that river Jordan, the Holy Spirit came upon him. Երբ Հորդանանից դուրս եկավ, Աստծո Սուրբ Հոգին իջավ նրա վրա, This is my beloved son in whom I'm well pleased. ասելով, սա է իմ սիրելի որդին, որին հավանում եմ։ Jesus is going to be faithful to obey the Father. Հիսուսը հավատարիմ եղավ հնազանդվելով հորը։ But the Father was committed to the Son. Սակայն պետք է նշենք, որ հայրն էլ նվիրված էր որդուն։ And though he required him to go to that cross, the Father would not leave him in that grave. Թեև պահանջվում էր, որ Հիսուսը խաչ պիտի բարձրանար, այնուամենայնիվ հայրը նրա հետ էր։ God the Father was going to send the Holy Spirit, and that Holy Spirit is going to raise him from the dead. Հայր Աստված պիտի ուղարկեր Սուրբ Հոգուն եւ Սուրբ Հոգին նրան պետք է հարություն տար։ He would secure salvation for the whole world because he has anointed Jesus. Նա պետք է բոլոր մարդկությանը փրկություն տար, ինչի For that very որովհետեւ task of Աստված Հիսուսին salvation. օծել էր։
The Holy Spirit is working in each of your life. Սուրբ Հոգին գործում է յուրաքանչյուրիդ կյանքում։ Paul said in Philippians chapter 1 verse 6, he said, Պողոսը Փիլիպեցիս 1:6-ում ասում է. I'm certain that God, who began a good work within you, will continue that work till it's finally finished on the day when Christ Jesus returns. Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա որ ձեզնում սկսեց այս բարի գործը կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Amen. Paul wrote, if God is for us, who can be against us? Եթե Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ God has committed himself to you. Աստված ինքն իրեն նվիրում է ձեզ։ He's poured out his Holy Spirit in your life. Նվիրվածություն է ցուցաբերում եւ օծում է ձեզ իր Սուրբ Հոգով։ That Holy Spirit is witnessing with your spirit. Եվ Սուրբ Հոգին վկայություն է տալիս ձեր հոգու հետ։ You are the son or daughter of God. Ասելով, որ դուք Աստծո որդիներ եք։ Every day your Father is watching over you. Ամեն օր ձեր հայրը հետևում է ձեզ։ The Holy Spirit is empowering you Սուրբ Հոգին զորացնում է ձեզ։ to make a difference in the world around you. Որպեսզի ձեր շրջակա աշխարհում փոփոխություն բերի։ That anointing will bring forth his gifts and his abilities to each one of us. Այդ օծությունն է, որ մեր մեջ գործում է պարգևներ։ And the Holy Spirit in us tells us God's not going to give up on you. Եվ մեր մեջ գտնվող Սուրբ Հոգին է ասում, որ Աստված երբևէ չի թողի մեզ։ God's not going to give up. Աստված չի լքի։ He's got a plan. Նա ծրագիր ունի։ He's got a purpose. Նա նպատակ ունի։ He wants you to be that salt and light in the world. Նա ցանկանում է, որ հենց դու լինես աշխարհի լույս։ He wants you to make an eternal difference in the world around you. Հենց դու քո շրջակա աշխարհում բերես հավիտենական փոփոխություն։ This is God's purpose in your Սա է life. Աստծո նպատակը քո կյանքում։ Let me close with this testimony. Խոսքս ավարտեմ հետևյալ I վկայությամբ։ don't know if you've read the stories written in the Voice of the Martyrs books or not. Չգիտեմ հետևյալ գիրքը կարդացել եք, որի անունն է Նահատակների ձայնը։ Այդտեղ հետևյալ վկայությունն է գրված։ Written, it was the organization was founded by a Christian in Romania who suffered for the gospel. Մի կազմակերպության կողմից, այսինքն պատմությունը Ռումինիայում ապրող քրիստոնյաների մասին է, ովքեր որ չարչարվել են Աստծո համար։ It documents the suffering of the church there. Խոսվում է այդտեղի եկեղեցու տառապանքների մասին։ One testimony is about the imprisonment and suffering of a man by the name of Kamara. Եվ վկայությունը Քամարա անունով մի մարդու մասին է, ով բանտում է լինում։ He suffered greatly in prison because of his faith. Իր հավատքի համար նրան բանտարկում են։ At one point they threatened to cut his tongue out. Yeah, cut his tongue Նրան out. լեզուն են կտրում։ And he said, praise be to the Lord Jesus Christ. Նա ասում է փառքը լինի Հիսուս Քրիստոսին։ Now you can cut my tongue out. I've said the most important thing. Ասում է հիմա կարող եք կտրել իմ լեզուն, քանի որ ամենակարևոր բանն ասեցի։ And they did. Եվ այդպես էլ անում են։ Eventually he would give his life in prison for the Եվ gospel. այդպես էլ ավետարանի համար նրա կյանքը ավարտվում է բանտում։ The amazing part of the story Այս պատմության հրաշալի մասը is that Kamara didn't go in prison because of his faith. հետևյալն է, Քամարան չի բանտարկվել իր հավատքի համար։ He went in because he was a thief. Նրան բանտարկել էին գողության համար։ He deserved to be there. Եվ նա վաստակել էր գտնվելու բանտում։ And when he was there, Եվ երբ բանտում էր, he met some men that were totally different from anything he'd ever seen. նա հանդիպում է մի մարդու, որը տարբեր էր ցանկացած այլ մարդուց, որ նա տեսել էր։ He said they were singing songs while they were being beaten. Ասում է, որ բանտում գտնվող քրիստոնյաները երգում էին, երբ նրանց ծեծում էին։ If they had bread, they were sharing it with people who didn't have any. Եվ բաժնեկցում էին իրենց սնունդը նրանց հետ, ովքեր ուտելիք չունեին։ They spoke of words that were encouraging when people were crying and weeping. Ասում է, որ նրանք քաջալերում էին այն մարդկանց, ովքեր որ արտասվում էին եւ սգում էին։ And he finally asked them, Եվ նրանց ի վերջո այս հարցն է տալիս. what's wrong with you? Ինչ որ բան այն չէ ձեզ հետ։ Why are you doing these things? Ինչու եք նման կերպով վարվում։ And they shared the gospel with him. Եվ նրանք ավետարանով են կիսվում դրա հետ։ He received Christ. Նա ընդունում է Քրիստոսին։ A thief, Հողը, deserving to be in that prison.
ով արժանի էր գտնվելու բանտում, was confronted by the salt and life տեսնում է իր շուրջը աղի եւ լույսի, of Jesus Christ. Հիսուս Քրիստոսի աղը եւ լույսը։ And that salt made a difference, Եվ այդ աղը ինչպիսի an փոփոխություն է, eternal difference in his life. հավիտենական փոփոխություն։ We are called to make an eternal difference in the world around us. Մենք կանչված ենք այդ հավիտենական փոփոխությունը բերելու He մեր has given շրջանում։ you the anointing of the King. Աստված տվել է յուրաքանչյուրիս արքայի օծություն։ This is something that you can do. Սա մի բան է, որ յուրաքանչյուրը կարող է անել։ You can be salt. Դու կարող ես You լինել can be աղ, light. կարող ես լինել You can be encouraging. դու կարող ես You can come քաջալերել alongside those that are in need. եւ դու կարող ես մոտենալ նրանց, ովքեր կարիքի մեջ են։ You can be the Jesus that people see. Դու կարող ես լինել մեկը, ում միջոցով Հիսուսին They կտեսնեն։ may never have met him, but they can see Jesus in you. Մարդիկ, ովքեր երբևէ Հիսուսին չեն տեսել, բայց տեսնում են նրան քո մեջ։ He gives you everything you need to be that salt and that anointing of the Holy Եվ Spirit. Աստված տալիս է քեզ ամեն բան, որպեսզի դու լինես այդ աղը եւ դա Սուրբ Հոգու օծությունն է։ Go and make a difference. Գնացեք եւ փոփոխություն բերողներ եղեք։ Amen.